Բարև։ Քո կարծիքով ինչ են անում գիտնականները պարապ ժամանակ։ Օրինակ ստեղծում են մամոնտի գեներով մկներ, դե իհարկե սա կատակ էր, որովհետև պարապությունից չէ, որ Colossal Biosciences ընկերության գիտնականները որոշել են աճեցնել բրդոտ մամոնտի գենոմով աշխարհում առաջին մկներին։ Նրանք ունեն հստակ նպատակ վերադարձնել անհետացած մամոնտներին, ու մկները դրա ճանապարհին անհրաժեշտ քայլերից մեկն են։ Մկները ժառանգել են փղերի ընտանիքի հնագույն ներկայացուցիչների 7 առանցքային գեներ, որոնք պատասխանատու են ջերմամեկուսացման, մորթու կառուցվածքի ու ցրտին ադապտացվելու համար։ Մինչ այդ գիտնականները ուսումնասիրել են մամոնտների ու ժամանակակից փղերի 121 գենոմ, պարզելու թե որ գեների շնորհիվ են հնագույն կենդանիները գոյատևել Սառցե դարաշրջանի պայմաններում։ Այնուհետև օգտագործելով CRISPR առաջադեմ տեխնոլոգիան, նրանք փոփոխություններ են կատարել լաբորատոր մկների սաղմերի գենոմում։ Արդյունքում ծնվել են փոքր, բայց ունիկալ արարածներ։ Մկների մորթին դարձել է ավելի երկար, խիտ ու գանգուր, իսկ կենդանիները ստացել են բարելավված նյութափոխանակություն ու ցրտի պայմաններում ապրելու համար անհրաժեշտ ճարպային հյուսվածք։ Ընկերության համահիմնադիր Բեն Լամը բեկումնային է անվանել գիտափորձը մամոնտների վերածնունդի իրենց առաքելության ճանապարհին։ Ի վերջո, եթե հաջողվել է մկների մոտ վերարտադրել մամոնտի մի քանի առանցքային հատկանիշ, նույն տեխնոլոգիան կաշխատի նաև ավելի խոշոր կենդանիների համար, ու մի օր լաբորատոր փիղը լույս աշխարհ կբերի իսկական մամոնտի բոլոր հատկանիշներով օժտված փղիկ։ Նախագիծը կարող է փրկել նաև գոյություն ունեցող տեսակները, օգնելով նրանց ադապտացվել կլիմայական փոփոխություններին։ Հնարավոր է շուտով մենք տեսնենք ոչ միայն իսկական մամոնտներ, այլև կենդանիներ, որոնք նոր էվոլյուցիոն առավելություններ կստանան գենային ինժեներիայի շնորհիվ։ Վիրաբույժները պիտի որ չսիրեն ուրբաթները, ու դրա համար կան լուրջ պատճառներ։ Կանադա-ամերիկյան գիտական խմբի նոր մասշտաբային հետազոտությունը հաստատել է, որ հանգստյան օրերից առաջ կատարված վիրահատությունները կապված են բարդացումների ու մահացության ավելի բարձր ռիսկի հետ, քան մյուս աշխատանքային օրերին կատարվածները։ Գիտնականները վերլուծել են 2007-ից 2019 թվականների ընթացքում Օնտարիոյում վիրահատված 430,000 հիվանդների տվյալները, ընդ որում խոսքը 25 ամենատարածված վիրահատություններից մեկի մասին է։ Վիրահատությունների գրեթե կեսը կամ 46.5% անցկացվել է հինգշաբթի ու ուրբաթ օրերին, մնացածը երկուշաբթի եւ երեքշաբթի։ Վիրահատությունների արդյունքների տարբերությունը զգալի է ու մտահոգիչ։ Հիվանդներն ում վիրահատությունը կատարվել է շաբաթվա վերջին, ավելի հաճախ էին մահանում, բարդացումներ ունենում կամ կրկին հայտնվում հիվանդանոցում։ 30 օր անց անբարենպաստ ելքի ռիսկը 5%-ով բարձր էր, 1 տարի անց կրկին 5%-ով բարձր։ Մահվան հավանականությունը այս խմբում 9%-ով աճում էր 30 օր անց, 10%-ով 90 օր ու 12%-ով 1 տարի անց։ Բայց ինչն է պատճառը։ Ըստ գիտնականների, հանգստյան օրերին հիվանդանոցները աշխատում են կրճատված կազմով, իսկ բուժառուները ավելի քիչ ուշադրություն են ստանում։ Բացի այդ, անձնակազմը փոխվում է ու հնարավոր է բարդացումները բուժվեն ուշացմամբ։ Ֆենոմենը, որը հայտնի է որպես հանգստյան օրերի էֆեկտ, արդեն ուսումնասիրվել է բժշկության այլ ոլորտներում ևս, սակայն այժմ դրա ազդեցությունը հաստատվել է նաև վիրաբուժության մեջ։ Միգուցե ապագայում այս տվյալները ազդեն հատկապես պլանային վիրահատությունների գրաֆիկների կազման վրա։ Վաղուց Իլոն Մասկը չէր խոսել գալակտիկան նվաճելու մասին։ Ջո Ռոգանին տված հարցազրույցում SpaceX-ի ղեկավարը կրկին կիսվել է իր համատիեզերական ամբիցիաներով։ Մասնավորապես միլիարդատերը հայտարարել է, որ հաջորդ տարի ընկերությունը Մարս կուղարկի 1 կամ մի քանի Starship տիեզերանավ, այս անգամ դեռ առանց մարդկանց։ Մասկը հիշեցրել է, որ Մարս թռիչքի հաջորդ պատուհանը կբացվի 2026 թվականի վերջին։ Հենց այդ ժամանակ էլ SpaceX-ը պլանավորում է իր նավերն իջեցնել Մարսի մակերևույթին ու ստուգել առանցքային տեխնոլոգիաները։ Խնդիրը բարդ է, գիտեմ։ Մարսի մթնոլորտը չափազանց նոսր է, սարքերը էֆեկտիվ դանդաղեցնելու համար ու ոչ էլ բավարար բարակ շարժիչների միջոցով վայրեջ կատարելու համար, ինչպես արվում է լուսնի դեպքում։ Այս խնդրի լուծումն էլ կդառնա մարդկանց մասնակցությամբ ապագա թռիչքների երաշխիքը։ Միանգամից մի քանի Starship ուղարկելը թույլ կտա պարզել, որքանով է հուսալի վայրեջքի համակարգը։ Մասկը շեշտել է. Եթե նույնիսկ տիեզերանավերի մի մասը անհաջողության մատնվի, անհրաժեշտ կլինի շտկել տեխնոլոգիան մինչև մարդկանց մասնակցությամբ նույնը կրկնելը։ Մասկը կրկին հիշեցրել է, որ ինքնաբավ մարսյան բնակատեղիի ստեղծումը քաղաքակրթության գոյատևման հարց է։ Նրա հաշվարկներով մարդկությունն ունի միայն 15 մեկնարկային պատուհան, մոտ 390 ամիս կամ մոտ 33 տարի, մինչև անդառնալի սպառնալիքների առաջացումը։ Դրանք կարող են լինել միջուկային պատերազմի, գլոբալ աղետի կամ անգամ դեմոգրաֆիական կոլապսի տեսքով։ Միլիարդատիրուչը հատկապես անհանգստացնում է ծնելիության մակարդակի նվազումը։ Մասկի խոսքով, այս տեմպերով Հարավային Կորեան 3 սերնդի ընթացքում կկորցնի իր բնակչության 96%-ը ու նույն ճանապարհով կարող են շարժվել շատ այլ երկրներ։ Եթե մարդկությունը չստեղծի ավտոնոմ բնակատեղի Մարսի վրա, նա կարող է մահանալ Պամպերսե հագին, ասում է Մասկը, հավանաբար նկատի ունենալով բնակչության ծերացման տենդեցները։
Կամ էլ այն, որ մարդկությունը այդպես էլ չի հասցնի դուրս գալ մանկահասակ տարիքից ու դառնալ հասուն տիեզերական քաղաքակրթություն։ Մինչև վերջերս ձեռնարկատերն ասում էր, որ Մարս թռիչքը կտևի 3 ամիս, սակայն այժմ հիշատակել է 6 ամսյա առաքելությունը։ Դա կարող է նշանակել, որ SpaceX-ն ընտրել է ավելի խնայող երթուղի, որը թույլ է տալիս խնայել վառելիքը ճանապարհի տևողության ավելացման հաշվին։ Մարսի առաջին բնակիչները ըստ Մասկի կապրեն կամ հերմետիկ գմբեթների կամ էլ մոլորակի մակերևույթի տակ։ Լիարժեք տերաֆորմացիան, որի արդյունքում Մարսը պետք է վերածվի երկրի նման կապույտ մոլորակի հազարամյակների հարց է, սակայն Մասկը համոզված է, որքան շուտ սկսենք, այնքան լավ ամբողջ մարդկության համար։ Շաբաթվա գիտնականը տեսաբան ֆիզիկոս Լիզա Ռենդելն է։ Նա ֆիզիկայի աշխարհի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է։ Զբաղվում է լարերի տեսության մութ, նյութի եւ բազմաչափ տիեզերքի ուսումնասիրությամբ։ Ռենդելի հայացքները լրացուցիչ չափումների մասին փոխել են բազմաթիվ գիտնականների կարծիքը ֆիզիկական երևույթները դրանց միջոցով բացատրելու հնարավորության հարցում։ Ռենդելի ամենահայտնի հիպոթեզներից մեկը թաքնված 5-րդ չափման գոյությունն է, որը կարող է բացատրել, թե ինչու է մեր տիեզերքում գրավիտացիան մյուս ուժերի համեմատ այդքան թույլ։ Ռենդելը ակտիվորեն զբաղվում է գիտության հանրահռչակմամբ, գրել է մի շարք գրքեր, այդ թվում թաքնված աշխարհներ ու մութ, նյութն ու դինոզավրերը բեսթսելերները։ Վերջինը կապում է աստրոֆիզիկան երկրի վրա տեղի ունեցած գլոբալ իրադարձությունների հետ։ Ռենդելը դարձել է Փրինսթոնում ու Հարվարդում տեսական ֆիզիկայի առաջին կին պրոֆեսորը, իսկ նրա աշխատությունները մինչև հիմա ոգեշնչում են գիտնականներին ամբողջ աշխարհից։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։